բարի լույս։ Ճարպայրիչ մարզումներ։ Համաձայնվեք, որ հնչյունը մեղմ ասած շատ գայթակղիչ, սակայն դառը իրականությունը կայանում է նրանում, որ որպես այդպիսին ուղիղ ճարպայրող մարզումներ կամ առհասարակ ֆիզիկական ակտիվություն, որը հենց տվյալ պահին կապահովի ձեզ ճարպայրման process-ով, ֆիզիոլոգիապես անհնար է կազմակերպել, սակայն լավ նորությունը կայանում է նրանում, որ եթե մենք պահպանում ենք գլխավոր մի քանի գործոնը, որոնց մասին հասցրել ենք խոսել նաև նախորդ հաղորդումների ընթացքում, մասնավորապես օրվա կալորաժի դեֆիցիտ, մաքուր մթերքներին տալու նախընտրությունը եւ ամենակարևորը մարզման միջոցով, այն որ սկզբում ասացի ճարպայրիչ մարզումներ, խոսքը այդ դրան է վերաբերվում, մարզումների միջոցով կարողանալ հագեցնել մեր արյունը թթվածնով, ինչա դա նշանակում, այլ բառերով կարելի է ասել այսպես, միտոքոնդրիումների աշխատանքի բարելավում, գիտեմ այս տերմինը շատերին խորթ է, սակայն ինչ են իրենից ներկայացնում միտոքոնդրիումները, միտոքոնդրիումները դա մոլեկուլներ են մեր մարմնում, որոնք կան գրեթե բոլոր հյուսվածքներում եւ ապահովում են մեր մարմինը էներգիայով, իրենք այսպես ասած փոքրիկ էներգոկայաններ են, որոնք թթվածինը իրենց վրա տանում են դեպի հյուսվածքներ, այդ թվում եւ ճարպի հյուսվածքը, որտեղ տեղի է ունենում օքսիդացում, իսկ ինչ է օքսիդացումը, օքսիդացումը դա հենց ուղիղ ճարպայրման process-ն է, որը տեղի է ունենում անմիջական մեր թոքերի մասնակցությամբ, կոպիտ ասած գոլորշանում է, օքսիդացում, գոլորշացում, գրեթե նույն բանն է, մի խոսքով միտոքոնդրիումների աշխատանքի բարելավումը տեղի է ունենում օրինակի համար սովորական դասական կարդիոյի եւ այլ ավելի շատ ինտերվալային կարդիոյի միջոցով, իսկ ինտերվալային կարդիոն հետեւյալն է, երբ որ դուք օրինակի համար փոքրիկ տևական ժամանակ շատ արագ կատարում եք X կամ Y վարժությունը կամ ֆիզիկական ակտիվությունը եւ տևական որոշ ժամանակ դադար եք տալիս, այնուհետև նորից դադար։ Հոյակապ ինտերվալային կարդիոյի տեսակը օրինակի համար բոլորիս այդքան հայտնի պարանով ցատկերը, բոլորիս այդքան հայտնի սպրինտը, վազեցիր 50 մետր, քայլելով հետ եկար, նորից վազեցիր 50 մետր, քայլելով հետ եկար։ Իհարկե ամեն մեկին ըստ իրեն մարզվածության աշճանի, այսինքն մարդ կա կարող է երկու անգամից հետո այլևս ի վիճակի չլինի, մարդ կա ընդհանուր մինչև 10 անգամը կարողանա անի։ Ուզում եմ ասեմ, շատ զգուշորեն ծանրաբեռնվածությունը քիչ-քիչ աճացրեք։ Համենայն դեպս մի կարևոր նրբություն, պետք է հաշվի առնել ձեր սրտի աշխատանքը, որպեսզի կարողանաք դուրս բերեք ձեր համար իսկ թույլատրելի սրտի աշխատանքի շեմը, գոյություն ունի փոքրիկ, շատ պարզ, բայց շատ էֆեկտիվ բանաձև։ 230-ից հանում եք ձեր տարիքը եւ ստանում եք թույլատրելի շեմը ձեր սրտի աշխատանքի առավել քանակի 1 րոպեում բաբախող։ Ինչևից է, գոյություն ունեն մեր օրերում բազմաթիվ գadgetներ, նույնիսկ ամենահացարակ հեռախոսով դուք կարող եք այդ հետևել։ Սակայն դա շատ կարևոր է, որպեսզի հանկարծ Աստված մի արածե ձեզ չվնասեք։ Մի խոսքով օգտվեք տվյալ ինֆորմացիայից, իսկ ինչի համար շեշտեցինք ճարպայրող մարզումներ, որովհետև հիշեք մի պարզ իրականություն, եթե մեր արյունը բավականաչափ հագեցած չի թթվածնով, նույնիսկ մնացած գործոնները պահպանելու դեպքում ճարպայրման process-ը իդեալական չի լինելու։ Այսօրվա իմ գործընկերուհին գեղեցկուհի Միլենն էր։ Շնորհակալություն այսօր այսքանը։